Նվիրատվությունների հակառակ կողմը, ովքեր եւ ինչու են գումարներ փոխանցում Իմ քայլը հիմնադրամին։ Նիկոլ Փաշինյանի կնոջ Աննա Հակոբյանի ղեկավարած Իմ քայլը հիմնադրամը 2025 թվականի ընթացքում միլիոնավոր դրամներ է ստացել տարբեր քաղաքական գործիչներից եւ բիզնեսմեններից։ Բոլոր հիմնադրամների կողքին այն առանձնանում եւ աչքի է ընկնում նվիրատուների ցանկով։ Սուքիասյան հիմնադրամն այս տարի Աննա Հակոբյանի հիմնադրամին նվիրաբերել է 10 միլիոն դրամ։ Նշենք, որ նման ծավալի գումար Սուքիասյան հիմնադրամը տալիս է թերևս միայն այս հիմնադրամին։ Բավականին առատաձեռն է գտնվել նաև Ջերմուկ Գրուպ Հակ բաժնետիրական ընկերությունը, անելով կրկին 10 միլիոն դրամի նվիրատվություն։ Այս ընկերությունը պատկանում է նախկինում Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով պատգամավոր, իսկ 2018 թվականից հետո քաղաքական գործունեության էջոփակած Աշոտ Արսենյանին։ Հետաքրքիր զուգադիպությամբ նրա կրտսեր որդին Վահագն Արսենյանը նշանակվեց Ջերմուկի քաղաքապետ, իսկ Swiss Bank-ն Իմ քայլի հիմնադրամին նվիրաբերել է ընդամենը 1 միլիոն դրամ։ Ըստ Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, ընկերության իրական շահառու շվեյցարահայի գործարար Վարդան Սրմակեշն է, ով նաև Ֆրանկ Մյուլեր ընկերության նախագահն է։ Նկատենք նաև, որ հիմնադրամը 2025 թվականին ունեցել է 8 անանուն նվիրատու, ընդհանուր թվով ստացել է 120 միլիոն դրամ։ Հասկանալու համար, թե ինչ ուղղություններով են ծախսվել այդ գումարները, հարկավոր է սպասել մինչև հիմնադրամը ներկայացնի 2025 թվականի հաշվետվությունը, քանի որ դեկտեմբերի 19-ի դրությամբ պաշտոնական կայքում ներկայացված հաշվետվությունը նախորդ տարվանն է։